Հաջորդը քուրեր չան, եղբայրներ չան, ծոմի բացակայություն։ Այսօր շատ անձնավորություններ ծոմ չեն պահում, գիտեք, լինում է պարակա, որ ճամբարում ասում են վաղը ծոմի օրը։ Ինչ ենք անում ծոմ։ Իրիկունը հացը ուտում ենք, հետո ճաշի ժամանակ նորից հաց։ Սա չէ ծոմը։ Քուրեր չան, եղբայրներ չան։ Մատթեոս ավետարան 9-րդ գլխի մեջ, երբ որ մենք կարդում ենք 14 համարից, Հովհաննեսի աշակերտները մոտեցան Տեր Հիսուս Քրիստոսին։ Ինչ ասեցին։ Մենք եւ փարիսեցիները ծոմ ենք պահում, բայց քո աշակերտները ծոմ չեն պահում։ Ինչի՞։ Հետաքրքիր է, Հիսուս մի հատ պատասխան տվեց։ Միթե կարող են հարսանիքի որդիկը սուկ անել, քանի որ փեսան նրանց հետ է, բայց օրեր կգան, որ փեսան նրանցից վեր կառնվի, այն ժամանակ ծոմ կպահեն։ Քուրեր չան, եղբայրներ չան։ Այսօր մենք ծոմ պահում ենք հիվանդության համար, երկրի համար, խնդիրների, խնդիրների, զավակների համար։ Այսօր շատերիս կյանքի մեջ փեսան չկա։ Ողբում ենք սրա համար, թե չէ։ Այլ որ երեխան խնդիր ունի, մենք մարմնավոր տկարություն կամ հիվանդություն ունենք, այս համար ծոմ պահում ենք, բայց հոգևորի համար չէ։ Հիսուս ասեց, քանի դեռ փեսան իրենց հետ է, ծոմ չեն պահել։ Եվ լուրջ ուշադրություն կուզեմ դարձնել ծոմի վրայով, շատերը այսօր ծոմ ինչ են հասկանում, հաց չուտել, ջուր չխմել, սա պետք է։ Ծոմի առաջի բուն նպատակը, որ մարդը մեղքի հետ չհաղորդակցի, մեղքը չուտի։ Հիշում եք, Դավիթը 66-րդ Սաղմոսի մեջ մի հատ միտք է ասում ինձ եւ քեզ, այնտեղ գրված է հետեւյալը։ Կարդամ մեր բոլորի շինության համար։ Սաղմոս 66 10-10 համար։ Եթե անօրինություն տեսնե իմ սրտում Տերը չէ լսին, սակայն Աստված լսեց եւ իմ աղոթքի ցայնին մտիկ արավ։ Հիմի անդրադառնում եմ Եսայի մարգարություն 58-ին։ Այսօր մարդիկ կա, որ ծոմ են պահում, ամբողջը տեսնում եմ, գլուխը կախկցված, դեմքը մռայլ, ինչ եղեց ծոմի մեջ եմ, Աստված է սևի ծոմ չի ուզում։ Քուրեր չան, եղբայրներ չան։ Կարդամ հետևյալ տողը, 6 համարից եմ կարդում։ Ահա սա է ծոմը, որին ես հավանում եմ։ Լուծիր անիրավության կապանքները։ Բաց արա լուծի կոշկորներ եւ ջարդվածներն ազատ թողտուր։ Եվ ամեն տեսակ լույս կոտրեցեք, այ հացդ կտրիր դուր սովածին, թափառական խեղճերին տարտունդ։ Երբ որ մի մերկ տեսնես նրան հագցա եւ քեզպես մարմին ունեցողես քեզ մի ծածկիր։ Մեկ ուրիշ թարգմանության մեջ մի հատ հոյակապ միտք է գրված։ Անիրհավ մուրակները պատրեցեք, անիրավության։ Չգիտեմ, Պեպո կինոն շատերը մեծ ասակները տեսել են։ Հիշում եք, երբ որ Պեպոյի հայրը Զիմզիմովին փող էր տվել, որ հետակայում վերցնե, գալիս ասում է դու ինձ պարտքես, ասում է բարատը ունես, ասում է չէ։ Ասում է քո սրտի բարատում է գրված չէ։ Այսօր մեր սրտի մեջ այդ անիրավության մուրակները շատ են, գիտեք, այդ բարատները։ Երբ որ եղբայրդ, քույրդ քո դեմ մեղանչում է կամ որևիցե մեկը, այդ մուրակը քո սրտի մեջ կա։ Տեր ուզում է որպեսզի պատրես։ 103-րդ Սամոսի մեջ գրված է. Բարեկուտ եւ ողորմած է Տերը, երկայնամիտ, բազմողորմ, նա իսպարտ չի բարկանալ, ողջ չի պայել հավիտյան։ Այսօր մենք եղբայրներդ իրար հետ նորմալ է, հանկարծ մի հատ գժտություն կամ խնդիր, նեղվում ենք իրարից, որը ժամանակահատված իրար հետ չենք խոսում, բերում հաշտեցնում ենք, ասում ենք ես քեզ ներեցինք, էլ ասում են ներել, եւ անցնում է ժամանակ։ 6 ամիս հետո նորից մի հատ գժտություն, հիշում ես 6 ամիս առաջ ինչ էր։ Այսինքն այդ բարատը մուրակը պատրած չէ։ Աստված ուզում է որպեսզի մեր կյանքի մեջ այդ մուրհակը պատրված լինի։ Եվ անդրադառնում եմ մեկ համար եւս, որտեղ որ ամենակալ Աստված ինձ եւ քեզ սովորեցնում է սա։ Մատթեոս ավետարան 5-րդ գլխի մեջ գրված է 23-24 համար։ Արդ, եթե սեղանի վրա մատուցանես քո անձան եւ այնտեղ հիշես թե եղբայրդ քեզ դեմ բան ունի, գնում է կնա հաշտվի։ Իսկ ինչ է նշանակում հաշտվել։ 6 ամիս։ Այն անհավա, այսինքն, երբ որ ես չէի ապաշխարել, փոքր ժամանակվանից ի վեր, պապաս տարին 2 անգամ մատաղ էր անում, մեկը Թոփարլը, մյուսը Սուրբ Հովհաննես, մամաս երկրորդ հարկի հարևաններ միշտ կրվում էր։ Ես չեմ տեսել, որ իրանք իրար հետ մի 2 օր հաշտ լինեն։ Հենց գալիս էր այդ մատաղի օրը, հորս ասում էր, արի իջնենք ներքև, ասում է ինչն ենք ներքև։ Հաշտվեմ։ Ասում է այսօր որ հաշտվար, վաղը պիտի կրվես, նպատակդ ո՞րն է։ Քուրեր չան, եղբայրներ չան։
Աստված մեզ հավիտյանս հավիտենից հաշտեցրել է Քրիստոս խաչելությամբ։ Եվ մեզ հաշտության պաշտոն է տվել։ Ինչ է նշանակում այդ մուրհակը մեր սրտի մեջ։ Եվ մեկ համար էլ ասեմ Մատթեոս Ավետարան 6-րդ գլխի մեջ գրված է 14 համար, որովհետև եթե դուք մարդկանց իրենց հանցանքները թողեք, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ կթողի։ Իսկ եթե դուք մարդկանց չթողեք նրանց հանցանքները, ձեր հայրն էլ չի թողնի ձեր հանցանքները։ Այսօր հարցը հետևյալն է. իմ եւ քո սրտի մեջ մուրհակ կա թե չկա։ Հանցանքները թողել ենք թե չէ։ Երբ որ այդ անձնավորությունը տեղին կամ անտեղին քեզ ցավեցրել է, ու անկած երկրորդ անգամ կհիշես անցածը, թե ոչ։ Եթե կհիշես, ուրեմն հանցանքը չես թողել։ Եվ հիշիր հետևյալը, որ Աստված էլ քոնը չի թողել։ Քուրեր ջան, եղբայրներ ջան։ Երկրորդը ծոմի նպատակը ո՞րն է։ Որ դու կարողանաս մարմնիդ իշխես։ Այսօր լինում է բարակա մարդիկ ասում են, ես չեմ կարող, ես ի վիճակի չեմ, մի հատ հոյակապ համար պիտի կարդամ այդ մտքի վրայով 119-րդ Սաղմոսի 109 համարի մեջ գրված հետևյալը. իմ անձը ամեն ժամանակ ձեռքումս է։ Դավիթը ասում է, իմ անձը ամեն ժամանակ հատված ձեռքումս է։ Գիշեք մի ժամանակ հատված եղբայրները խոսում էին սերիալների վրայով։ Իմ զոհկաժները նայում, ասում եմ, չես կարող, ասում է դժվար է, կուզեմ իմանալ, թե այդ տղայի վերջում ինչ եղավ։ Ասում եմ, ի՞նչն է դժվար։ Մի հետաքրքիր է, երբ որ քույրիկը հարթուկ արես, դժվար է հարթուկի լարը անջատելը։ Հեշտ է։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մեր ձեռքն է, մեր անձը։ Երկրորդ օրինաց 30-րդ գլխի մեջ ինքը Տերը ինձ եւ քեզ հետեւյալն է ասում։ Ուշադրություն դարձեք։ Ես կուզեմ, որպեսզի մենք լուրջ ուշադրություն դարձնենք։ Այսօր ես եւ դու Քրիստոսով իշխանություն ունենք, դեմ տնելու, հաղթելու։ 10 համարի մեջ գրված է. այսօր երկինք եւ երկիր վկա եմ կանչում ձեր վրա, որ կյանք եւ մահ, օրհնություն եւ անետ ձեր առաջը դրի։ Ուրեմն կյանք ընտրիր, որ ապրես, դու եւ քո սերունդը, ընտրողը դու ես։ Ընտրեցիր կյանքը, կապրես։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի խնդրանքս է։ Աստված մեզ կանչել է մեկ բանի համար, որ մենք ժառանգենք հավիտենությունը։ Եվ երբ որ մենք կարդում ենք, ի սկզբանե նպատակը սա է. Աստված ինձ եւ քեզ ընտրել է, եւ ընտրության ու նպատակը հետեւյալն է, որ ես եւ դու այդ կյանքով ապրենք։ Ուշադրություն դարձեք, կարդում եմ մեկ համար, Եփթացիների 20-26 համարն է։ Եվ դուք սուրբ պիտի լինեք ինձ համար, որովհետեւ ես Եհովա սուրբ եմ, ձեզ որոշեցի ազգերից, որ իմը լինեք։ Ասում բաժին կամ սուրբ նշանակում է առանձնացված Աստծոյի համար։ Հիմի հարց եմ տալիս ձեզ։ Հովանու ավետարանի մեջ գրված է, ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի։ Հիմի հարց եմ տալիս, Աստված ումն է ընտրում, կարող են թե անկարող են։ Գրված է ամենամեծ գործը հավատալ անոր ուղարկածին։ Եվ այսօր Աստված մեծ գործ ունի։ Որն է այդ գործը, որ եկեղեցին երկրակառուցվի։ Ինձ եւ քեզ ընտրել է այդ շինարարության մեջ որպես աշխատող։ Հիմի հարց եմ տալիս, որից է մեկ մարդ, երբ որ բիզնես է տնում, գործ է տնում, ումն է ընտրում, կարողին թե անկարողին։ Հիմի Աստված տիեզերքի արարիչը ամենաիմաստունը գործը նախասահմանել երկրի վրա, ընտրում է մարդիկ, որ իրենք գործը պրավալի երթա։ Իհարկե ոչ։ Քույրս, եղբայրս, դու կարող ես Քրիստոսով։ Պողոս Հռոմեացիս 7-ի մեջ ասում էր, ով կապրեցին ինձ այս մականություն մարմնիցը, բայց հետակայում Փիլիպպեցիս թղթերի մեջ ասում է, ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Հիմի հարց, Քրիստոս տկարացել է։ Այսօր մեզ պետք է հավատալ եւ ընդունել։ Եվ ծոմի նպատակ հետեւյալն է, որ դու կարողանաս մարմինիդ վրա իշխես։ Տեր Հիսուս Քրիստոսը անապատի փորձյան մեջ ապացուցեց, որ մարդը կարող է իշխել մարմնի վրա։ 40 օր ոչ կերավ, ոչ խմեց։ Մարդուս համար ամենաթանկ բանը կյանքն է։ Սատանեն մոտենում է ամենակարևորագույնի վրայով։ Եթե ասոյ, որտե ես հրամայիր քարերը հաստ առնա։ Երկրորդ օրինաց 8-ի մեջ սա էր ամբողջ ծրագիրը, որ մարդը հավատա ոչ միայն հացով կապրե, այլ ամեն Աստծո խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից։ Դեմ դրեց։ Ամբողջ փառքը հարստությունը նորից դեմ դրեց։ Դու այսօր կարող ես
դեմ տնել քո անձին, քո ցանկություններին։ Ուղղակի այսօր պիտի հավատաս Աստծո խոսքին եւ հաջորդը քո մեջ Աստծո խոսքը աչած պիտի լինի։ Եթե աչել է Աստծո խոսքը, աչել է նաեւ հավատքը։ Իսկ այս ամենը միայն հավատքով։ Եվ 4-րդ կետը պաշտամունքներին ոչ կանոնավոր մասնակցելը։ Այսօր շատերը մտածում են, թե լավ, այսօր որ չգնամ ինչի կխանգարվի, կամ ինչ պրոբլեմ կլինի։ Կարդամ մեկ համար, որ գրված է Եբրայեցիս 10:23 համար մեջ։ Պինդ բռնեք հույսի տավանություն անսայտակ, որ հավատարիմ է խոստացողը, եւ զգուշանանք իրար հանդեպ դեպի սերը, բարի գործեր կրկրելով, եւ չթողնենք մեր իրար հետ ժողվել, ինչպես ոմանց սովորություն է, բայց իրար հորդորենք եւ այնքան, որ ավելի տեսնում ենք, որ օրը մոտեցած է։ Եկեղեցին ոչ թե սա տաճար չէ, սա ժողովարան է։ Տաճար կամ եկեղեցի մենք ենք։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Ուղղակի ես ուզում եմ հաստալ, եթե կրունկը տեղում չլինի, մարդը կարող է նորմալ քայլել։ Այսօր ամեն մեկս մարմնի անդամ ենք։ Երբ որ մենք տեղում չենք, անպայման պրոբլեմ պիտի լինի։ Խնդրանք սա, միշտ հիշեք սա։ Դավիթը իրեն սաղմոսների մեջ սա էր ուզում։ Հետաքրքիր է, այնքան պրոբլեմներ կար։ Ընտանիքի մեջ ուներ Դավիթը խնդիրներ, դժվարություններ։ Եկեղեցի, այսինքն հրյա ասկի մեջ կար պրոբլեմներ, 4 կողմը թշնամիներ։ 27-ի 4 համարն է սաղմոսները։ Մեկ բան եմ խնդրում Տերից եւ այն շատ կփափակեի, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերը։ 122-րդ սաղմոս։ Ես ուրախ եղա, որ ինձ ասեցին, թե Տիրոջ տուն երթանք։ Հուրը չան, եղբայրներ չան։ Այսօր ես եւ դու եկեղեցի չգալով թուլացնում ենք եկեղեցու մեջ։ Հիշում եք, երբ որ պատվիրեցին բոլոր սուրբ բռնող անձնավորությունների ցախ, այսինքն բութ մատերը կտրեն։ Լավ, 4 մատով հնարավոր չէ սուրը բռնել, բութ մատը պահում է սուրը։ Թվոց 32-րդ գլխի մեջ ուշադրություն դարձեք Իսրայելը դուրս գալով Եգիպտոսից թշնամիներին հաղթելով տարածքները գրավում է։ Եվ եկան հասան Եզերի երկիրը։ Այնտեղ Ռուբենի որդիկ, Գադի որդիկ անասնապաներ են։ Մոտեցան Մովսեսին, ինչ ասեցին։ Որ մենք անասնապահեր ենք։ Այստեղ էլ շատ լավ տեղ է։ Խոտը կա, ջուրը կա։ Կլինի որ մենք այստեղ մնանք եւ զբաղվենք անասնապահությամբ։ Կարդում եմ Թվոց 32-ի 6 համարը։ Ինչ է ասում Մովսես։ Եվ Մովսեսը Գադի որդկանց եւ Ռուբենի որդկանց ասաց. Միթե ձեր եղբայրները պատերազմի կնան, եւ դուք այստեղ նստեք։ Ինչու համար եք Իսրայելի որդկանց սիրտը թուլացնում, որ չանցնեն այն երկիրը, որ Եհովան տվել է նրանց։ Հիմա պիտի ասենք, սա ինչ կապ ունի, իրոք կապ ունի։ Եթե եկեղեցու անդամ իր տեղում չէ, մարմինը կթուլանա։ Ամեն մեկս մարմինի մեկ անդամ ենք։ Խնդրանքս հետևյալն է, որ այս 4 կետերը մեր կյանքի մեջ կիրառվի, որ ես եւ դու հավատանք, որ մեր ուրախությունը որտեղ է, եկեղեցու մեջ թե եկեղեցուց դուրս։ Թող Տեր օգնական լինի։ Այսօր հիշիր հետևյալը, որ քրոջդ եղբորդ հետ երկինք ես գնալու։ Մի գուցե բարեկամիդ հետ երկինք չգնաս, բայց դու հավիտյան իր հետ կապված ես։ Այսօր քո ուրախությունը պիտի լինի Տիրոջ տունը, այդ քրոջ հետ եղբոր կողքին նստելը։ Այդ որ մեկը բացակա է, սիրտդ պիտի ցավա։ Դավիթը Հովնաթանին սիրելու վրայով Մեփիփոստեին բերեց սեղան, բայց Մեփիփոստեն կարողացավ գնահատել այդ մեծ ողորմությունը։ Ամենակալ Աստված իր որդի Քրիստոսի սիրուին համար մեզ ամեն մեկիս այս թողությունը տվել է։ Ճանապարհ հարթել դեպի հավիտենություն։ Բայց այսօր մենք գնահատում ենք Քրիստոսի արածը։ Թող Տեր օգնական լինի։